Հիմա ուզում եմ թթու դնեմ, քանի օր է, հա ուզում եմ դնեմ, չի ստացվում, դնեմ, գնումներս տեղավորեցի, հիմա անցնեմ թթվին, համ կաղամբի թթու եմ ուզում դնեմ, համ էլ կանաչ պամիդորի թթու, հիմա այս վնասված մասերը բոլորը հեռացնեմ, լավ մաքրեմ, այսպես եմ անում, շատ չեմ մանրացնում, վերջացրեցի կաղամբը, հիմա էլ անցնեմ բազուկին և գազարին, սա դնեմ մի կողմ, հիմա լվանամ, այստեղ ծիծակում լվանամ, հիմա
Արգելիներս վեդրոն դնում եմ դույլի մեջ 10 լիտրանոց դույլա։ Հենց դույլի մեջ էլ դնում եմ։ Գցեցինք դափնուտերը։ Հատիկա որ կրտեղ։ Սամիտ, չորացրած սամիտ, այստեղ սխտոր կա մաքրած, նախապես մաքրած է, հիմա կդնենք քարավուզ, բազուկ, գազար, ծիծակ, հիմա արդեն կլցնեմ աղանդը։ Միայն ծաղկակաղանդ եմ անում, ոչ մի բան չեմ խառնում։ Դե կանաչ պոմիդորն էլ առանձին կանեմ արդեն։ Գնենք։ Ապրիլի հետևորդներ ջան, հələ տեսեք ինչ աշխաչափ ունեմ։ Բոլոր կտրատած կաղամներն են, նայեք, տեսեք, տեղավորվեց դույլի մեջ, սկուտեղը դատակ։ Հիմա նորից կավելացնեմ համեմունքները, ինչ որ լցրել էի տակը։ Նենց լավ բազուկա, հենց կեղևը հանելուց ես զգացի, որ շատ լավն է, փափուկ բազուկա, հետո կեղևները, որ նուրբ ա լինում, հենց բազուկը արդեն իմացեք, որ լավն է։ Լավ կարմիր թթու կլինի ժողովուրդ ջան, կարմիր թթու, որ սիրում եք մեր։ Այսպես տնեմ, որ մոտի կլինի։ Արդեն բոլորը լցրեցի դույլի մեջ, ուրեմն ասեմ, այստեղ 10 լիտրանոց դույլ է, հիմա պետք է պատրաստեմ աղաջուրը,
Դե 10 լիտր աղաջուր չեմ պատրաստելու, կպատրաստեմ մոտավորապես 7 լիտր ջուր, դե միգուցե եթե ավել լինի, կօգտագործեմ կանաչ պամիդորի մեջ աղաջուրը, 7 լիտր ջրին ուրեմն կավելացնեմ 7 կամ 8 քթալ աղ, հարգելիներս, և մի 2 քթալ շաքարավազ, ոչ ավել, լավ խառնելուց հետո արդեն կլցնեմ դույլի մեջ։ Դե ես արդեն ջուրը պատրաստել եմ, ասացի ինչքան եմ լցնում, 1 քթալ, լիքը քթալ ավել եմ լցրել, որովհետև կաղամբա պետքա լավ թթվի ու հետո չծորա, ամենավատ բանն է, եթե աղը քիչ ա լինում, թթուն էլ համով չի ստացվում։ Հիմա նորից կպատրաստեմ, որովհետև այստեղ ինձ ձեռքին կար 4 լիտրանոց վեդրո, հարգելիներս, հիմա նորից ես 4 լիտրը պատրաստել եմ աղաջրով, հիմա մնում է 3 լիտրն էլ պատրաստեմ, նոր լցնեմ վերեն։ Դեռ ավելացավ է ջուրը, հարգելի հետևորդներ ջան, այսպես, հիմա ափսե կդնեմ, նորից ափսեի վրա 3 լիտրանոց բանկայով ջուր կլցնեմ, կդնեմ ափսեի վրա և կդնեմ այստեղ խոհանոցում, կթողնեմ մի 2 օր խոհանոցում կմնա, երևի սա էլ արդեն կիչացնեմ մառան, որովհետև էլ պետք չի խոհանոցում մնա, 2 օր հետո արդեն կիչացնեմ այնտեղ։ Դե կաղամբի թթուն արդեն պատրաստեցի, հարգելի հետևորդներ ջան, դե ասացի 1 լիտր ջրին լցնում ենք 1 քթալ աղ, ես օգտագործում եմ մանր աղ, հարգելիներս, չգիտեմ, խոշոր աղն է միշտ լավ թթվին, բայց ես միշտ օգտագործել եմ մանր աղ ու լցրել եմ մեծ ճաշի քթալով ու այսպես լիքը աղ եմ լցրել, 7 լիտր ջրին լցրել եմ 8 քթալ աղ, 2 քթալ շաքարավազ, հարգելիներս, այսպես։ Եվ ընթացքում կհետևենք, կտեսնենք թթվի գույնը, համը, այսպես։ Այսպես տակը նորից, վեդրոյի տակը նորից սկուտեր եմ դրել, որպեսզի ջուրը չթափվի հատակին։ Հիմա էլ պատրաստենք կանաչ պամիդորով թթու, երկու ձևի թթու եմ պատրաստելու խակ պամիդորով, ուրեմն սա համ աղցանակ, համ պամիդորա, բանը թթու է, հարգելի հետևորդներ ջան, կտրատած վիճակում, իսկ մի հատ էլ կդնեմ փոքրիկ դույլով, էլի հենց այսպես պամիդորով թթու։ Այսպես կտրում եմ։ Այս տարբերակն էլ որ անում եմ շատ համով է։
Հիմա կտրում եմ պղպեղը։ Երկու հատ պղպեղ կկտրեմ։ Հիմա գազարը կքերեմ, վերցրել եմ 1 գազար, կքերեմ մաքրելուց հետո։ Մի հատ ծիծաղ կկտրեմ։ Մի հատ է սխտոր, շատ չեմ հեծում սխտորը, 1 հատիկ սխտոր կքերեմ։ Մի հատ էլ փոքրիկ սոխ կկտրեմ, նորից մանր կկտրեմ։ Հիմա էլ կտրեմ մաղադանոց, այս թթվի մեջ լցնում եմ մաղադանոց, կարող եք նաև կանաչ սամիտ օգտագործել։ Այսպես։ Հիմա բոլորը լցրեցի, ինչ մնաց այստեղ պատրաստ։ Այստեղ պետք է լցնեմ դափնի տերև, շատ չէ։ Այսքանը բավական է։ Հիմա լցնում եմ աղ։ Ու ձեռքով պետք է լավ խառնենք, որ ջուրը դուրս տա։
Հետո լցնելու ենք քացախ, ոչ շատ, այսպես։ Տեսեք արդեն ջուրա դուրս տալի։ Հիմա լավ խառնելուց հետո կլցնեմ սա էլ ապակե տարայի մեջ և նորից կթողեմ այստեղ խոհանոցում միջև թթվի, դե սա շուտ կթթվի, սա ավելի շատ աղցանի նմանա, արգելի հետևորդներ ջան, կարող եք նաև ավելացնել ձեթ, մեկ սուրճի բաժակ ձեթ, բայց ես չեմ լցնում։ Այս սենց որ խառնում եմ, չէ ժողովուրդ ջան, անուշ հոտը գալիս է։ Ուզում ես հենց սենց վերցնես ու տեսեք ինչ լավն է, դե նայեք։ Այսօր թթվի օրը, իմ համար թթվի օրը, հենց ինքը թթվելու է իրա ջրով, էլ ջուր չենք լցնում, դե արդեն պարզա մի փոքր էլ նորից աղ կանեմ, այսինց, վերջ, սա էլ դնեմ հիմա մի կողմ, որ իրա ջուրը նորից դուրս կտա և կլցնեմ արդեն տարայի մեջ։ Արդեն լցրել եմ, նայեք ժողովուրդ ջան, լցրեցի բանկաների մեջ, հիմա կրիշկա էլ կդնեմ, կապրոնե կրիշկա կդնեմ բանկանների վրա և վերջ։ Հարգելի հետևորդներ ջան, պամիդորի թթուն էլ դրեցի արագի մեջ, էլի փոքր դույլի մեջ էր պամիդորի, կանաչ պամիդորի թթու դրեցի։ Սա էլ արդեն նորից ափսե կդնեմ, նույնությամբ բանկայով ջուր կդնեմ ափսեի վրա։ Դե այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը և բոլորին ասեմ ամենալավն ու բարին ձեզ, իմ լավ հետևորդներ ջան։